Նոր տարվա գիշերը անպայման երեխաներին լսեք, երեխաներ ուշադիր լսեք։ Նոր տարվա գիշերը որ դուք քնած լինեք, ես բերելու եմ ձեր ցանկացած նվերը ձեր բարձի տակ դնեմ կամ տոնածառի տակ, այնպես որ դուք ապահով եղեք այդ հարցում։ Մինչ Ձմեռ պապը խոստանում է կատարել բոլոր փոքրիկների ցանկությունները, մեր տեսախցիկի առջև հենց երեխաները անկեղծանում են, պատմելով իրենց ամենամեծ երազանքների մասին։ Խնամքի պարագաներ, մեկ էլ մատանի, մեկ էլ ստիչը բռիլոք։ Մատանի ինչի համար ես ուզել։ Ես տունիկ ու մեծ լույսերով ու խաղանոցային պարագաներ։ Ես ստիչ։ Ես մոտը։ Ես սանական։ Ես ստիչ։ Ես մեծ ավտո։ Ինչ մեքենա։ BMW։ Ես ուզում եմ, որ լիքը լավ բաներ ունենամ։ Նամակ գրել ես Ձմեռ պապիկին։ Հա, Ինչ ես ուզել։ սաղնակ։ PlayStation 5, կվադրատիկը, ոդի մեկ է ստիկերներ։ Ես Ձմեռ պապիկից ուզել եմ մի հատ հետո, բանը։ Մի հատ PlayStation 5, մեկ էլ կվադրատիկը։ Ես դիմահարդարման պարագաներ։ Ես երաչափ գրիչ։ Ես նաուշնիկներ եմ։ Ուզում եմ էլեկտրական սամակատ, տանձիկ, կել ուզում եմ, որ լավ ընտանիք ունենամ։ Ես ուզում եմ Ձմեռ պապիկի ստիչով չխոր, մեկ է սիրում շորիկ։ Տիչով շոր։ Սիրում ես տիչին։ Հա, Բերելու է Ձմեռ պապիկը այդ խնդրանքներ լավ ես պահել քեզ ողջ տարի։ հա, ես Ձմեռ պապիկից ուզում եմ բարբի մի հատ քսվելիք, մեկ է նկարելու եմ։ Միկրոֆոն։ Միկրոֆոն։ Ինչի ուզում ես երգչուհի դառնաս։ Ամենամեծ ցանկությունդ ո՞րն է։ Միկրոֆոն։ Ես Ձմեռ պապիկից ուզել եմ գդացի ժամացույց։ Մեր օրերում փոխվել են ոչ միայն երեխաների ցանկությունները, այլև Ձմեռ պապիկին նամակ գրելու ավանդույթը։ Եթե տարիներ առաջ երազանքները գրում էին թղթի վրա, ապա այսօր դրանք ուղարկվում են թվային ձևաչափով, նոր եւ ժամանակակից միջոցներով։ Viber-ով գրել եմ։ Viber-ով Ձմեռ պապիկին ես գրել։ Ինչ ես գրել։ Ինչ որ ուզում եմ։ Խաղալիք ես ուզել։ Չէ, Ուրիշ ցանկություն ունես։ ինչի, հա, բայց չեմ ասի։ Բոլոր երեխաներին ինչ կմաղթես գալիք տարում։ Որ հաջող անցնի։ Դու էլ Telegram-ով էիր գրել։ Չէ, շունեմ Telegram։ Ո՞վ էր ասում Telegram-ով եմ գրել։ Ես չէ։ Ես եմ գրեմ Telegram-ով ես գրել։ Ինչը։ Instagram-ով։ Ձմեռ պապիկին ես գրել։ Հա։ Ձմեռ պապիկը։ Ինչ ես ուզել։ Instagram-ով, TikTok-ով եմ գրել։ Պատասխանել եմ։ Ինչ էր ասում։ Ասել է կբերեմ։ Հոզատները կբերեն։ Հա։ Ինչ ես ուզել։ Համարը կգցես։ Չպիտի ասեմ, եթե ասեմ, չի բերի։ Լավ ես պահել քեզ ողջ։ Հա, հա։ Երեխաների ժամանակակից ցանկությունները Ձմեռ պապիկի համար այլևս անակնկալ չեն։ Նրա խոսքով տարիների ընթացքում փոխվել են ոչ միայն նամակների ձևաչափն ու բովանդակությունը, այլև երեխաների ցանկությունների թեմատիկան։ Զարգացել են, հիմա հələ չծնված արդեն բանը հեռախոսներ են ուզում։ iPhone 17 Pro Max են ուզում, ամեն ինչ էլ ուզում են։ Թեև մեր օրերում երեխաների ցանկությունները հաճախ կապված են թվային տեխնոլոգիաների հետ, սակայն նրանց նամակներում շարունակում են տեղ գտնել հայրենիքի խաղաղության եւ բարօրությանն ուղղված երազանքները։ Փոքրիկները վստահ են, իրենց ցանկությունները Ձմեռ պապիկը անպայման կկատարի, քանի որ ինչպես իրենք են ասում, ողջ տարվա ընթացքում փորձել են լավ սովորել եւ լինել կարգապահ։ Ամենաշատը բոլոր երեխաներին, որ մեկ-մեկ հարցնում եմ, մեկ-մեկ խաղաղություն են ցանկանում, ամենից շատը, որ կապույտ երկինք լինի, հետո իրանք խաղաղ մանկությունը կարողանան անցկացնել։ Հասկանում եք, դա շատ կարևոր է երեխաների համար։ Խաղաղություն եւ որ ամբողջ Հայաստանի բան ինչա առողջ լինի։ Ուզում եմ լինի աշխարհում խաղաղություն եւ երջանկություն։ Երեխաների ցանկությունն այսօր ամբողջությամբ համապատասխանում են 21-րդ դարի պահանջներին, կեսկատակ կեսլուրջ նշում են ավագ սերնդի ներկայացուցիչները։ Երեխաները հիմա շատ թանկարժեք բաներ են ուզում Ձմեռ պապիկից։ Մոռացել են մանդարինը, մոռացել են համեղ կոնֆետները, իրենք սիրում են այո։ Դարի հիվանդությունն է երևի թե։ Դե մեծը ուրիշ բաներ ա ուզում, ասենք իր հետ կախված, իր տարիքի 13 տարեկան երեխա է, ճիշտ ասած այս անգամ չգիտեմ ինչ ա ուզել, անցյալ անգամ
հեռախոս են ուզել նվիրել են, բայց այս անգամ չեմ իմանում ինչ այլ։ Ինչ-որ տեսնում են նորություններ, արդեն դրանով են էլի ավելի հետաքրքրությունը։ Իրանք շատ զարգացած է հիմիկվա սերունդը, մանավանդ 11 տարեկանը, 13 տարեկանը, արդեն 20 տարեկանի գիտելիք ոնց որ ունի։ Ինձ տենց է թվում էլի։ Թեև փոքրիկներն անհամբեր սպասում են ամանորյա հրաշքի կատարմանը, բայց նրանցից ոչ բոլորն են հավատում ձմեռ պապիկի իրական գոյությանը։ Ծնողների խոսքով հանրային վայրերում, երբ երեխաները հանդիպում են միանգամից մի քանի ձմեռ պապերի, իրարից տարբեր հագուստով կամ կերպարով, նրանք հաճախ շփոթվում են, մի պահ կորցնում հավատը։ Այնուամենայնիվ, փոքրիկները շարունակում են սպասել ամանորյա հրաշքին, շփտալ ու հավատալ, որ ձմեռ պապիկը իրականում գոյություն ունի։ Հանդիպել ես իրական ձմեռ պապիկին լավ։ Հա, ընդեղ էր։ Ինչ ասեց կբերի քո նվերները։ Ասեցի կարդացել ես իմ նամակը, ասեց հա։ Խոստացա որ կբերի քո նվերները։ Հա։ Այդ մի ձմեռ պապիկին ես հանդիպել։ Չէ, երկու հատ։ Իրական է։ Հա։ Չէ։ Մեկը իրական էր։ Ինչ իմացար։ Որովհետև մնացածը տղաները էին ջահել, իսկ նա պապ։ Ես չեմ հավատում իրան, չեմ հավատում։ Ինչի։ Ես Այստեղ շատ չեն ձմեռ պապիկները չհանդիպեցի։ դա բայց դրանք իրականը չեն։ Ես ման հարցնեմ։ Այդ ձմեր պապի որ սաղ ասում են, հավատում ենք։ Այդ ձմեր պապի մեռնել չունի։ Փոխանցում է սաղին։ Դա պլանջայից է գալիս հավերժական է։ Հա։ Մեռել է սուտերը ոչ մեկ էլ չի հավատա։ Հավատում։ Չի կատարում ձեր երազանքը։ Չէ, պապային ասում եմ կատարում է։ Չնայած այս ամենին, ամանորը երեխաների համար մնում է փոքրիկ հույսերի եւ մոգական տոն։ Նրանք շարունակում են նամակներ ուղարկել, երազանքներ գրել ու ժպտալ, վստահ լինելով, որ ձմեռ պապիկը լսում է նրանց։ Հասմիկ Անտոնյան, Իլիա Մանուկյան, Գարիկ Արամյան, Tribune AM։